Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսում է տրամադրել 2.5 միլիարդ դրամ։ Այժմ 2026 թվականի նախնական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, հավելելով, որ նոր կայարանի կառուցման համար կտրամադրվի 2 միլիարդ դրամ։ Ուղևորափոխադրումների, ծառայությունների գծով լիազորությունների իրականացման համար նախատեսում է տրամադրել 1 միլիարդ դրամ։ Բոլոր 3 ծրագրերի իրականացման համար նախատեսում է տրամադրել 5.5 միլիարդ դրամ, հայտնել է նախարարը։ Ադրբեջանը վերջին 2 տարում թիրախավորել է Արցախի Մարտունու քաղաքը, մասնավորապես կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես մեծ եկեղեցին, այս մասին գրում է The Monument Watch-ը։ Նշում է, որ եկեղեցին եւ նրա շրջակայքը ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մարտունի քաղաքը անխնա ռմբակոծվել էր։ Արկեր են ընկել եւ պայթել նաեւ եկեղեցու անմիջական հարևանությամբ գտնվող իրերը, ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վրայի հետքերն են։ Արդեն այսօր ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից։ Լուսանկարներից երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես մեծ եկեղեցին, որը կառուցվել է 2004 թվականին, վերջին 2 տարում կրել է վնասեր, ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր։ Երևան քաղաքի խցանումներին համակարգային լուծում տալու համար շեշտը կդրվի հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ կայացրել է երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ։